արդյոք դուք էլ իզնոման գտնում եք, որ եկեղեցու դեմ գրոհը այդ հոգևոր արժեհամակարգերը եղած է խալխրել։ Ընտրեմ։ Դե առաջինը երկիրը որ պիտի քանդեն, այդ իր հոգևոր սույները պիտի քանդեն, որ հետո երկիրը քանդեն։ Դրա համար հոգևոր տարբեր սույների վրա կարան ոնց որ ասած մականներ դնեն ու պայթացնեն, որ այդ քիչ քանդվի, որտեղ դրա հիման վրա երկիրը ամուր մնում։ Երկրի ամրությունը կախված է իր հոգևոր վիճակից, եթե հոգևոր վիճակ չունի, իրան քանդելը շատ հեշտ է, էլի։ Ինքը չունի ինչ-որ առանցք, ինչ-որ որին կարա հենվի, ապաստան տա, ապաստանի տեղ չունի, որտեղ նյութական բաների վրա ապաստան չի կարա լինի մարդը տալ։ Հոգևոր բաների վրա է, իսկ եթե դա քանդեն, որտեղ գալիս են խորքից, արդեն ինքը քանդվել է երկիրը։ Բարի։ Հասկանամ եք, որ ասեն գրոհը ինչ նպատակներ ունի։ Հիմա ինչ թեմա ենք այսօր մենք քննում։ Մենք ես կուզեի ներկայացնել Քրիստոսի կերպարը Աստվածաշնչում նկարագրած կերպարից դուրս։ Այսինքն կան շատ նաև ակունքներ, որոնք նկարագրում են Քրիստոսի կյանքը կամ ուսմունքը, որոնք չի ներառվել Աստվածաշնչի մեջ։ Ինքը Աստվածաշնչում ընդամենը 4 հատ ավետարան է, որտեղ նկարագրում է Քրիստոսի կերպարը, իսկ պարականոն ավետարանները շատ տասնյակ հազարավոր են, տասնյակներ են, էլի, հազարավոր։ Դրանք որքանով են լուրջ, գուցե ինչ-որ մարդիկ հետո գրել են, լինում է չէ այդպիսի բաներ։ Որքանով են վստահելի այդ պարակը եւ ինչու եկեղեցին այդ դեպքում չի վերցնում։ Երբ այդ 4-ը ընդունել, նու պատմություն կա, որ երրորդ այդ ընդհանուր ժողովին, տեզիրական ժողովին, եղել են շատ ավետարաններ, ու ընտրել են այդ 4-ը։ Ճիշտ ասած, տենց պատմությունը տենց տարբեր ձևեր է ներկայացնում, ոնց են ընտրել այդ 4-ը, տարբեր դրա մասին պատմություններ կան, եղել են մինչև հազարավոր գրություններ տարբեր, ու տենց ոնց որ հիմա այդ 4 ավետարանը հազարավոր, նույն պատմություններից մեկը, որտեղ դա տարբեր են, էլի պատմությունները, մեկը, որ ինչ-որ աղոթք են արել ու ձեռք գցել է ոնց որ խաղալատարյան հանում են, որը կլինի, հա, որ 4-ը այդ 4-ն էլ հանել են։ Մեկ վարկած դա է, ուրիշ վարկած էլ, որ քաղաքական շատ թեմաներ են եղել, դեռ քանի որ արդեն պետություններ պիտի բանանի կառավարվեր այդ կրոնի միջոցով, դրա համար ընտրել են իրենց ամենահարմարավետ նպաստիչ 4 ավետարանները, այսինքն այդ միս վարկածներ կա, այսինքն տարբեր վարկածներ, կարող էլի վարկածներ կան, ես չգիտեմ էլի, բայց որ եղել են շատ ու ընտրել են, դա բոլոր վարկածներում կա, այսինքն մենակ 4 չի եղել, դրանք շատ են եղել ավելի։ Եթե շատ են եղել, դա ապացույց է մասին, որ իսկապես Քրիստոս եղել էլի, չեղածի մասին հարյուրներով չէին գրի էլի։ Շատ է եղել։ Նաև ոչ միայն քրիստոնյաների մոտ են եղել այդ ավետարանները, նաև տարբեր տեսակի ոնց որ ուղղություններ են եղել, որ դրանցից մեկը օրինակ գնոստիցիզմն է, որ թարգմանենք հայերեն գիտելիքի կրողներ էլի, գնոսիս գիտելիքա, որոնք միջ քրիստոնեական ուղղություն է հոգևոր եղել, գնոստիզմը միջ քրիստոնյաներն են, այսինքն իրանք միջ քրիստոնյաներն էլ կային։ Իրանց մոտ բավականին ավետարաններ պահպանվել են, հետո եգիպտական կոպտերի մոտ է շատ պահպանվել, ոնց են գտել Ղպտիների մոտ, քանի որ չոր է այնտեղ եղանակը եւ որտեղ թաղել են, տեղ անձրևներ բաներ չեն եկել եւ թրթուրներ բաներ չկան, բակտերիաներ շատ բարձր ջերմաստիճան է։ Մնացել է։ Ինչ որ բաներ կճուճների մեջ մնացել է, որը 20-րդ դարի սկզբին ինչ որ մարդ գտել էր, կճուճը տենց կսմագատնե ծախել, 19-րդ դարի վերջին էլ տենց եղել է պատմություն։ Հետո ինչ որ դե մագաղաթներ պահպանվել են գնոստիկների մոտ, որոնք ինչ որ չափ շատ քիչ պահպանություն կա, ու այդ գաղափարն կա։ Հետո Քրիստոսի մասին ավանդույթներ կա արևելքում, որ կան ոնց ասած
մատյաններ, մագաղաթներ, տենց ներկայացնեմ, գրություններ, գրքեր, որտեղ իր մասին գրել են, ասենք, տիբետյան ակունքներում կա։ Նաև Քրիստոսի մասին այդ նոտարիչն այդ հայտնաբերել, որ երեխներն են այդ ակունքի հետ հետևել, հետո պատմություն, նաև կան դրանց մասին էլ խոսանք, կան ոնց որ դες մեր տարածության մեջ ակաշա է կոչվում, որտեղ ամեն ինչ պահպանվում է, մարդիկ ունակություններ ունեն տարբեր, որոնք մտնում են այդտեղից ինչ-որ բան են դուրս բերում, տենց էլ մի քանի տենց աղբյուրներ կան, որ նշանավոր պայծառատեսներ կան, որոնք դուրս են բերել այդ ակաշայից Քրիստոսի կերպարի մասին գաղափարներ, ուսմունք եւ նկարագրություն, որը այդ 4 ավետարանում չի ներառված ամբողջական այդ դրա մասին, այսինքն այսօր մենք խոսանք ընդհանուր այդ ոչ կանավոր ավետարանների մասին, որ Քրիստոսի կերպարը ներկայացնում են։ Սկսենք գնոստիկներից, գնոստիկները ավելի շատ Քրիստոսի կյանքը չեն վերլուծել, քան իր ուսմունքը, իր գաղափարների մասին ավելի շատ։ Դե հասկանանք, որ Քրիստոս բառը նախ հետի հունարեն բառ է, այդ եբրայերեն չի, որը թարգմանենք փրկիչ է կոչվում, ու գնոստիկների մոտ սենց աշակերտ տարբեր աշճաններ ա եղել, ոնց որ հայ, ասենք թե զրադաշտության մեջ աշակերտների տարբեր աշճաններ ա եղել, եթե չգիտենք, ուզում եմ մեր մեջ էլ գտնենք, որ առաջի աշճանը կոչվել է Վահագի աշճան մեր դպրոցներում, հետո որ ավելի բարձր մակարդակի ասել, արդեն տիրի գիտելիքի տիրի աշճան ա դարձել, հետո ավելի ազնվաբարո երևույթներ ա, որ իր ոնց բացվել, ոնց անկյա սրտանց, դա Միհրի աշճան ա եղել, եւ ամենավերջում դա Արամազն ա դարել, որ ինքը գլխավոր քուրմը կարա լիներ։ Ինք տենց աշճաններ տարբեր տեղ կան, ասենք թե հիմա ասենք մենք գիտենք, որ ասենք օթյակներ կան, որտեղ 33 աշճան կա Քրիստոսի հետ կապված, որտեղ վերջին աշճանը ճարտարապետ ա կոչվում եւ այլն։ Հիմա այդ գնոստիկների մոտ այդ առաջի այդ 3 этаպը, որ նկարագրեցի հայերի մոտ, որ կար, այդ աշճանը կոչվում էր Քրեստոս, իեով գրված, եւ այդ վերջին աշճանը, որ Արամազն ասեցի, որ վերջնական լուսավորման պայծառացման է Քրիստոս, այսինքն մարդ, որ արդեն ֆիզիկական մարդ լինելով դառնում է աստվածային մարդ, այսինքն այդ կերպարը նույն Արամազն էլ նույն կերպարն է, որ ինքը լինելով մարդ, բայց անցնելով տարբեր этаպներ էվոլյուցիայի, իր գիտակցության վերափոխման դառնում է աստվածային մարդ, աստված արդեն, տենց ասենք, աստվածի կերպար, բայց մարդկային մարմնով մեկ է, էլի։ Տեղել գնոստիկների մոտ այդ բանը մինչ Քրիստոսը այդ երևույթը կա, այսինքն Քրիստոս գաղափարը փրկիչի, որ փրկում է մյուսեակներին, դա մինչ քրիստոնեությունն է եղել։ Եվ գնոստիկների մոտ հիմնական այդ գաղափարը որտեղ կա, որտեղ փրկությունը մեր մեջ է տեղ ունենում, ու Աստծո թագավորությունը ոչ թե երկնքում, այլ մեր մեջ է։ Նո իրանց մոտեցման մեջ այդ Աստծո թագավորությունը դա մեր մեջ է եւ Աստված էլ է մեր մեջ, այդտեղ ամենակարևոր, իհարկե բունասկ ավետարանական աստվածաշնչյան էլի տենց փոքր մոտեցումներ կա, բայց մենք այդքան չեն ասում, իրանք արտաքին Քրիստոս են ման գալիս երկնքում, իսկ գնոստիկները ավելի շատ մարդկանց մեջ են այդ Քրիստոսը տեսնում աստվածային, եւ որ այդ իր մեջ այդ Քրիստոս փրկիչի որակը, որ բացահայտվի, այսինքն կատարության են աշճանացնի, որ կարենա ուրիշներին փրկի այս աշխարհից ամեն ինչից, այսինքն ազատագրի։ Նաև այդ փրկիչը, որ մեր մեջ է գտնվում, այսինքն Աստծո թագավորությունն էլ է նաև մեր մեջ գտնվում, նաև գնոստիկների հիմնական աշխատությունը դա եղել է փոքր եւ մեծ
խոսակցություններ Մարիա Մագդալինի կոչվել է, որ այդքան չի պահպանվել, ինքը հիմնական երբ որ Քրիստոսը համբարձվել էր, համբարձումից հետո եւ որ վերադարձել է, ինքը գաղափարներ է տվել, որտեղ Մարիա Մագդալինան գրի է առել եւ քնոստիկները ընդունում էին դա եւ հիմնական նաեւ գաղափարներից է այդ Քրիստոսի մասին, որ Քրիստոսը բերել է ոնց որ այդտեղ Աստվածաշնչում հայր, որդի եւ Սուրբ Հոգի գաղափարն է, այնտեղ հայր, մար եւ որդի գաղափարն է գնոստիկների մոտ վերարվում, որտեղ մայրը որպես օրինակ Քրիստոսի որպես մայրը դա ոնց որ աստվածային էակայելի դիտարկվում։ Օրինակ քրիստոնյաների մոտ այդքան չի դիտարկվում աստվածային փառաբանվում է Տիրամայրը, բայց որպես Սուրբ Երրորդության աստվածային սկզբունք չի դիտարկվում։ Գնոստիկների մոտ դա դիտարկվում էր, որ մայրն էլ աստվածային սկզբունք ունի, ոնց էլ որդին եւ հայրը, այսինքն իրանք իրար հետ անբաժան են եւ այդ նույն աստվածային սկզբունքը ունեն։ Գնոստիցիզմը հիմնական այդ սկզբունքի վրա է։ Ես հետևորդ չեմ գնոստիզմի, բայց ուղղակի ներկայացնում եմ այդ գնոստիկների տեսանկյունի այդ հարցով, որտեղ այնտեղ շատ լայն է, ավելի շատ հարցեր են քննարկում։ Եվ մարդու այդ իր երկրային կյանքի կատարելության վերջը, որ բոլորը Քրիստոս դառնանն են, Քրիստոսը դառնան եւ Քրիստոսի երկրորդ հայտնությունը դա ոչ թե ինչ-որ արտաքին էակա գալու, այլ մեր մեջ ամեն մեկը դրա համար ոչ մեկ ժամկետը չգիտի երբ մեր մեջ է Քրիստոսը էությունը բացվելու, մարդկությունը վերափոխվելու է։ Ամեն մեկը որ վերափոխվի, արդեն մարդկությունը կվերափոխվի, որտեղ ամեն մեկի վերափոխությունը բազմաթիվ շուրջը իր շատ էակների վերափոխություն կլինի, որտեղ մեկի դաշտը ազդում է մյուսների վրա, եթե ինչ-որ մեկը պայծառանում է, բազմաթիվ էակներ լուսավորվում են հենց իր պայծառանալուց, դրա համար հենց եթե ինչ-որ մի քանիսը որ պայծառանան, արդեն աշխարհի մեծ վերափոխություն տեղի կունենա, այդ հեղափոխությունը այդ ներսից պիտի լինի, ոչ թե դրսից։ Մի քիչ կատակով քեզ ընդհատեմ, քիչ առաջ այս պատահարում հյուր է եւ հաղորդավարին ասեց Պեպանյանի գլուխը փայլում է լույսերից, ասի դա լույսերից չի, դա ներսից է։ Ես լույսեր ճառագում։ Հիմա քո ասացի նման շարունակ կներես որտես կտրուկ ընդհատեց վերափոխման մասին է, ներսի վերափոխման տրանսֆորմացիայի մասին, որ դա ներկայացնեն։ Նո այդ գնոստիկների մոտեցումը եւ մարդը այդ փրկությունը, որ գալու է, դա ներսից է գալու փրկությունը մարդու։ Եվ ոչ թե արտաքին ինչ-որ էակա գալու փրկելու, այսինքն ներսից գալու է, որ վերափոխվի, դրա համար արևելքից արևմուտք լույսավառելու այդ պայծառության սիմվոլն է, որտեղ Հովհաննես Ավետարանիչը դա ներկայացնում է, որ sense ամեն ինչ լուսավորվելու է, sense ամբողջ աշխարհը, այդ եւ որ ներսում լուսավորվում է, իրան արդեն ամեն ինչ լուսավորվում է։ Ու դրա սիմվոլն է, գնոստիկները տենց են մոտենում։ Հիմա մոտեցումներից նաեւ մյուսը գնոստիկներին շատ նման է եղել նաեւ մոտեցումը, ասեմ, տամպլիերների մոտ, կատարների մոտ նման էլ նույնը չի, բայց նման մոտեցում ա եղել։ Իրանք տարբերվել են կանավոր եկեղեցու մոտեցումներից, տենց չի եղել։ Եվ գիտենք նաև Հայաստանում էլ շարժումներ են եղել, տարբեր Պավլիկյան շարժում եւ այլն շարժումներ, որոնք էլի մոտիկ են գնոստիկներին եղել, ուզում եմ էլ ասեմ, որ մենք դիտարկում ենք այդ մոտեցումները, իրանք բերում են, որ դա ավելի շատ գնոստիկներին է մոտիկ, քան այս կանավոր քրիստոնեական եկեղեցու գաղափարների։ Դա էլի քեզ շեղեմ, մի անգամ ես տենց մտածում եմ, ես վերելքա օրթաշարի տաղավարի վրա ինչ փոփոխություններ անեմ, ինչ կերպարով ես շարունակեմ հաղորդումը։ Ինձ ցույց տվեցին, որ ես պիտի հագնեմ մի սև շոր, sense թիկնոցանման կրծքիս այդ սև խաչը։ Ես այդ խաչը ես երկար մտածում էի,
ինչպես դա լինի, եւ քանի որ հուշել էին, հետո տիկնոցային դուրս եկավ, դրա համար ես խաչը դրեց հետևում, բայց դա ես չեմ կապում տամպլիերների հետ, նույն խաչով մատանի էլ ունեմ, մարդիկ որ երբեմն տեսնում են ասում են Մալթայի այդ ուխտի հետ կապ ունես, ասում չէ, սա որպես հին, ես որպես հին հայկական խաչ եմ ընկալում, սա նույնիսկ ասում են կելտական, այդ կելտերը այստեղից գնացած, սա շատ հին սովորել, սա զուտ պարզաբանման համար ես ասեցի, հիմա շարունակիր խնդրեմ։ Նայեք, սենց սիմվոլ կա բուդդիզմում, սենց շատ նման է, որը դե հասկանանք, որ ավելի հին է, քան ինչ քրիստոնեություն։ Մեր քրիստոնեական տաճարների վրա էլ կա, ես Արցախում եմ տեսել մեր դա սկզբնական տամպլիերների ջանը դեռ չկային։ հավասարաթև խաչ է եղել, հետո է տենց խաչը բարձրացել վերև 1/3 եղել խաչի վրա մարդ են կերպարել։ Խաչը այդ սիմվոլը ինքը չի եղել խաչելության հետ կապված սիմվոլ, ինքը եղել է սիմվոլ կին տղամարդ ներդաշնակության հետ սեր եւ իմաստության, միասնության Աստված եւ մարդ փոխհարաբերությունների մասին այս խաչը եւ ոչ թե ինչ որ խաչի վրա մարդու մասին է խոսքը։ Դե նաեւ գնոստիկների գաղափարների մեջ այն չի որ խաչով է Քրիստոսը փրկել մարդկանց մեղքերը եւ իր առաքելությունը չէ որ խաչի վրա բարձրանար։ Դա ոնց որ մարդկության ամոթալի գործողություններ, որ տենց լուսավոր սուրբ մարդուն, աստվածային մարդուն դարան դեպի խաչելություն, դա մարդկության անկումն է, դրանով դա նախորոք որոշված չէր բացարձակ, ու Քրիստոսը չէր էլ ուզում խաչվել, դա բռնեն իր խաչել, դա աստվածային բանի մեջ իր առաքելության մեջ չկար այդ դա որոշված։ Ես հիշում եմ, այդպեսի դրվագ կա, որ հորը խնդրում է, ասում է հեռու տար ինձանից այս փորձությունը, այս գավաթը։ Այդ իր բանի առաքելության մեջ չի մտել։ Դա հետո որ ավետարանական քրիստոնեությունը որ ասում է ամեն ինչ Աստծո կամքում չի կարող դրա կամքից դուրս լինի, դրա համար իրանք էլ են դա մտցրել դա որ նույնիսկ խաչելությունը Աստծո կամքով ունի, բայց դա Աստծո կամքով չի եղել։ Կարա լինի երևույթներ, որոնք Աստծո կամքով չլինեն։ Ուզում եմ ասեմ, մենք մտածում ենք, որ սատանայի գաղափարը տենց օթից է, բայց դա իրոք գոյություն ունի, որ կարա ինքը Աստծո կամքին դեմ գործունեություն ունի, սատանան Աստծո կամքի դեմ մարտահրավեր կանչել ու դրա դեմ բան արել։ Եվ այդ ժամանակ, երբ որ Քրիստոսին տարել են խաչելության, եւ այդ ժամանակն է գլխավոր քուրմը հрьяաների Կայատան դա եթե գնոստիկների միտոցով նայենք այստեղ իրանք նախ վերցնում են որ գնոստիկները սկսեն մի քիչ այդ պատմությունին որ վերցնում են դա միակ որ կյանքը մեր մարմնավորվում է գնոստիկներ ունեն ու սկզբնական բոլոր քրիստոնեություններն էլ ունեցել այդ գաղափարը վերամարմնումն է մինչև 3-րդ դար հետո է դա փոխվել այդ ժողովից հետո նայեք վերամարմնման գաղափարի մեջ իրանք ասում են որ մինչև այդ Քրիստոսը եղել ու հետո էլ հավար մարմնավորվել որպես մարդկային կերպարով ու նաև այդ կայատան ասում է որ դա վերամարմնում է Լուցիֆերի դրա համար ինքը գիտեր ով է վերամարմնավորված Քրիստոսը ու դրա համար իրան գիտակից տարել է խաչելության իր վրա մեղք չի եղել ինքը ինչ որ հանցագործություններ չի արել ոչ մեկին վնասակար բան չի տվել բայց կարան բեռնեն որպես վնասակար երևույթ չգիտեմ խոսքի համար թե ինչ որ խոսքից բռնել են որ տալել են ասենք որ ինքը թագավոր ասել ես եմ թագավորը բայց ինքը երկրային թագավորության մասին բացարձակ չի ասել որ թագավոր է ինքը միշտ ասել է թագավոր լինելու համար դա նշանակում է օծյալ իվերուստ լինել իսկ ինքը օծյալ էր իվերուստ էլի այդ դրա իմաստով է երբ որ օծյալ է իր վրա ոնց որ Սուրբ Հոգին իջնում է այդ գլխի վրա թագ է երևում
այդ գլխի կենտրոնները ակտիվանում են, տենց թագի պես ճառագայթում է տալիս, հետո տենց վերցել են սովորական թագավորներին ոչոչալ տենց արհեստական նմանեցրել թագ են դրել, որ նման լինի օծյալներին։ Իսկ առաջնային կաղա թագավորները շատ դեպքում օծյալ են եղել, իրոք իրանք աստվածային առաքելություն իրենք, հետո դա ավաղվել է։ Քրիստոսը դրա մասին էր խոսում, ոչ թե ինչ-որ ֆիզիկական թագավոր լինելու հրեաների մասին։ Նաև պետք է այնտեղ այդ պատմությունների մեջ ոչ իհարկե Դավիթի ցեղից է եղել, բայց Հովսեփը եւ Մարիան մի քիչ հրեա չեն եղել։ Ըստ ոչ մոտեցման։ Էլի գնոստիկ։ Նայեք, ստեղ այդ հրեայի իր գաղափար չլինելու համար դրանք ռերիխներն են բարձրացնում այդ հարցը, որտեղ վրացիներն էլ ասում են մայրը վրացի էր, ես վերջերս աշխորհում եմ։ Հրեա չի եղել հաստատ ինքը, նույն դրա համար են նախայտել, նաև խաչել, որովհետև ինքը հրեա չի եւ իր ուսմունքը չեր ընդունել, այնա որ ինքը հրեա չի։ Նայեք, այնտեղ ամալիկացիների մասին պատմություններ կան, նո ինքը նաև գնոստիկներ ասում են, որ էսենների ցեղից բանը սեկտայից եղել, էսեններ, որոնք հրեական ուղղություն չի էտի։ Ինքը դեմ է բոլոր հրեական մոտեցումներին։ Հիմա մի քիչ ուրիշ ձև են հրեաները դա ներկայացնում, բայց հրեական չի եղել։ Հիմա ոնց որ ստեղ կարան, դե մեր մոտ քիչ ազգեր են ապրում, բայց հիմնական պետությունների մեջ շատ տարբեր ազգեր են ապրում, դա պետք է ընկալենք։ Ինչ անենք, ինքը նաև խոսել է հրեաների լեզուն, բայց պատահի չի, հիմա Ռուսաստանում կարան հայերը խոսեն ռուսերեն, բայց պատահի չի, որ ռուսերեն են։ Հիմա ոնց որ Այվազովսկուն ասում են ռուսա, կամ եւ շատ էլի հայ նշանավոր մարդկանց են իրանք ասում ռուսա, բայց չի նշանակում իրանք ռուս են եղել, իրանք ուրիշ ազգ են եղել։ Նո ազգության համար հաստատ հրեա չի եղել, այստեղ իսկ ազգության համար եթե ամալիկանցիները վերցնենք, որ ինչ որ հիպոթեզներ կան, որ դրանք նաև հայկական են ցեղերն են, որ միացել են հայ ցեղերին, միաձուլվել են, նո կարանք ասենք այն ցեղերից մեկն է ամալիկացին, որ հայերին են միացել։ Դա պաղեստինցիները չեն, ամալիկացիները, որտեղ պաղեստինցիները դրանք արաբներ են։ Իսկ այդ արաբների մասին չի խոսք ամալիկացիները, այդ արաբներ չեն եղել, էլի այդտեղ։ Հետո որ Տիգրան մեծը գնացել բերել է ցեղեր միացրել է, ոչ միայն հրեաներին է բերել, այ հայկական ինչ որ էլի ոնց որ ցեղեր են եղել, որոնք տարածված էլի հայախոսի բարբարով ինչ որ հայկական տենց խոսացել են։ Ստեղ դա ռերիխտեն է բերում, որ հայերի հետ բացարձակ կապ չունեն, բացարձակ։ Այդտեղ այդ իրան տարել են խաչելության, ոչ իրակամքի դուրս, որովհետև դա Լուցիֆերն է արել ու ուզեցել է այդ իրականացնել։ Ավետարաններից նաև որ գնամ տենց երեխների կեն նոտարի չի տենց ով է դա նայեք 1887 թվին ինքը մինչև այդ գնացել է Արևելք Հնդկաստան, ինքը երկար տարիներ ու հետո եկել է կարծեմ Իտալիայում տպագրել է ռուս ճանապարհորդ եւ ժուրնալիստ է եղել։ Ու ինքը տպագրել է անհատ կյանքը Քրիստոսի, որտեղ նկարագրում է, որ ինքը այդ երբ որ 17 տարեկանից հետո ինքը գնում է, չէ, 17 չէ, 10 մինչև 12 տարեկան, թե 13 տարեկան ընկել, դրանից հետո մինչև 30 տարեկան հայտ է, 18 տարի անհայտ է իր կյանքը, այդտեղ ինքը նկարագրում է, որ ինքը ոնց է գնում սովորում եսաների մոտ, որտեղ այդ հիմնական դա Եգիպտոսում էին սովորում, հետո դա զրադաշտական շատ բաներ եգիպտացիները վերցրել են, այդ ասեմ, այդ որտեղ ասենք եգիպտացիները որ խեթերի հետ պայքար էին, չէ՞ անում, շատ գիտենք որ թագավորներ խեթեր են եղել,
գրավել են Եգիպտոս, ասենք ամենանշանավոր նույնիսկ կամ Հայասա ցեղերն են եղել կամ Միտանի եգիպտացիներն են կռիվարել էլի հին Եգիպտոսի մասին նույնիսկ Ռամզես II-ը որ ամենանշանավոր եգիպտացին եգիպտացի չի եղել էլ հետո եղել այդ պատմությունը որ մենք իմանանք ուղղակի ոնց որ գրավել է թակարությունը եկել է ինքնա իշխել ոնց որ ասենք Հայաստանում Գիտե իհարկե դրանք Հիքսոսները չեն որտեղ գրավել է 150 տարի կարծեմ մնում են Հիքսոսներն են գրավել հա Հիմա էլ վերջերս DNT են արել բարձել են այս տարածաշրջանի մարդիկ են Արմենոիդա ասենք թե որ Ռամզես II-ին որ բանն ար դիրա կա մոմյան Արմենոիդա էլ իր բարձել են որ այդ բանին է պատկանում էլի այսինքն եգիպտացիները արմենոիդներ չեն իսկ ինքը արմենոիդա ոչ է սետական ցեղերից է էլի որտեղ իր հարևաններ Էսաների մոտ ասորել այդ դրասիցի զրադաշտական դպրոցներ են եղել հետո տենց Պարսկաստանով տենց Աֆղանստան տենց գնացել է Հնդկաստան ու Տիբետ նո պատմությունը ու երկար ժամանակ ինքը ոնց որ նո Հնդկաստան էլ ասորել Տիբետ նո Շամբալա պատմություն հետո իրան գիտելիք են տվել ուսմում ու ասում են դա շատ տվյալներ կան նաև բանում այդ անհայտ կյանքը Քրիստոսի մինչև այդ անհայտ 18 տարին որտեղ չի նշված Հռոմում բայց չեն ուզում բան անեն որովհետև ինքը ոնց որ գնացել է ուրիշ տեղ ասորել այդ բանը չեն ուզում ներկայացնեն զրադաշտական ինչ որ դպրոցում էլ ասորել նույնիսկ պատմություն կա որ մեր զրադաշտական դպրոցներում օրինակ Պլատոնը Պյութագորասը եկել են սովորել են ստեղ զրադաշտական դպրոցներում որտեղ այդ տարածքները հայկական են այդ ժամանակ եղել այտենց իրա վերադառնա ինքնդեղ ուսուցիչ է ունեցել որի անունը հիմնական այդ միջին ասիայում ապրող Ռասուլ իբն Ռագիմա եղել անունը ուսուցչի որ հիմնական այդ ուսուցչի մոտ է սովորել որ իրան ուղղորդել է նույնիսկ Շամբալա հետո վերադարձել է նույն այդ պատմությունը նույնը նամնապիտ այդ ռերիխներն էլ են գտել ինչ որ գրություններ իհարկե տենց շատ հակադրություններ կան որ այդ գրությունները չկան հետո նույն բանը ուրեմն Ռամակրիշնա տենց սուրբ կա իր աշակերտներից գլխավոր աշակերտներից մեկն էլ փնտրել է գրություններ Քրիստոսի մասին ու այդ նույն գրությունները ասում են հնդկականից Աբխի Անանդայա անունը այդ աշակերտի որ ինքն էլ է գտել այդպես գրություններ նաև դրա մասին խոսում է այդպես յոգանանտայլի նշանավոր յոգա որը Եվրոպայում եւ Ամերիկայում դասավանդել 20-րդ դարում ինքն էլ է այդ գրության մասին խոսում այսինքն կան շատ այդ ոնց որ ավտորիտետ մարդիկ, որոնք այդ գրությունը տեսել են, ինչ որ բաներ կարդացել են դրա մասին, դրա մասին տվյալներ են ասում, որ Քրիստոսի անհայտ կյանքի մասին, որը ինքը սովորել է այդ 18 տարին արևելյան տարբեր դպրոցներում եւ շատ ընդունակ է եղել, իրանք ուզեցել են միշտ այդ դպրոցներում պահել, բայց երբ որ Շամբալա է գնացել, իրան ասել են քո առաքելությունը Պաղեստինում պետք է լինի, պետք է վերադառնաս Պաղեստին, այնտեղ իրականացնես քո առաքելությունը։ Ինքը դեմ է եղել հрьяաների ուսմունքին, իհարկե ոնց որ այդ միջավայրը է վերադարձել, որտեղ միանգամից իրան կոչնչացնեն, միանգամից ինքը չի պայքարել շատ ուժեղ, բայց մենք աստվածաշնչյան կերպարներով տեսնում ենք, որ իրան մի քանի անգամ ուզեցել են հալածել, սպանել, բայց ինչ որ մի հրաշք իրան փրկել է, ինքը
այդ դպրոցներում երբ որ անցել է ինքը այդ բարձրագույն աշճանը որ բարձրացրեցի հայկական դպրոցում տենց էլ արևելքում տենց դպրոցների տարբեր աշճաններ կան ոնց որ մասոնների մեծ 33 աշճան կա տենց ամենտեղ ինչ որ տենց աշճաններ կան որոնք բարձրանում են Հիսուսն շատ ընդունակ է արագ բարձրացել է այդ իր սովորելու ընթացքում այդ աշճանները ինքը Աստվածաշնչում ներկայացվում է որպես Աստված մարդկային կերպարով բայց այդտեղ պետք է հասկանանք ինքը մարդ է դարել որ աստվածանա որ մորսին ցույց տա որ աստվածացումն է կարևոր եւ գնոստիկների հիմնական ուսմունքի տարբերությունը սովորական քրիստոնեության հետ սա նորից է վերցել տեղ որ այստեղ շատ խոսում է քրիստոնեության մեջ որ մարդու մահանալուց հետո որ ընկնեն դրախտ հավերժնական կյանքը ընկնեն ու դրախտում վալեն այդ կյանքը բայց գնոստիկները եւ հիմնական թաքնագիտական քրիստոնեությունը խոսում է ոչ թե դրա մասին քրիստոնեությունը ամեն մի ուսմունք իր վերջնական գաղափարության նպատակ պետք է լինի իսկ նպատակը դա աստվածացումն է աբոժենիեն նո որտեղ կա մի քիչ ուստեղ ստանդարտ դոգմատիկ քրիստոնեությունը դա ուրիշ ձև է բացատրում բայց այն բառացի իմաստով որ հասնում այդ արամազդի աշճանին կամ այն գնոսիկների Քրիստոս աշճանին կամ արևելքում դա ասում են պայծառացում այդ պայծառացման հասման մասին է խոսքը գնում որտեղ քրիստոնեության նպատակն էլ է հասվել աստվածացման այսինքն իրանց նպատակը ոչ թե աստվածակարություն ընկնելն այլ նպատակը աստվածացումն է այսինքն մարդը դառնա աստված աստվածային էակ դառնա նպատակը է որ աստվածային առաքելություն արդեն իրականացնի ոչ թե մարդկային իր մարդկային առաքելություն իրականացնելով գնա դեպի աստվածայինին այստեղ մի հարց տամ քեզ որ ասացի գրածա մի քանի անգամ իրան ինչ որ հրաշքն է փրկում արդյոք երբ որ մարդը այդ ոգեղեն զարգացումների գալիս է գագաթնակետին արդյոք ինքը ինչ որ մի մեզ համար անհասկանալի ձևերով պաշտպանված չի լինում փորձանքներից Ինչ եմ ասում, ես ինքս որ ինչ որ տենց վեպեր գրելուս առնչություն էի ունենում, ինչ որ մեկի հետ ունեցա պատմական դեմ, ես իրեն այսպես ասած քաշել եմ, ես զգացի ինչ որ մի վիճակից այս մարդիկ ինչ չեն կարող վնաս տալ։ Հասկանում ես, կա այդպիսի բան, որ բարձանա արդեն սովորական մարդկային բաներով չկարողանան իրեն վնասել։ Դե պաշտպանվածության իհարկե ինչ որ աշճան կա, բայց պետք է հասկանանք մեկը նյութական օրենքները էլի վրա իր գործում է այսինքն հնարավորություն ունի ինքը պաշտպանվելու բայց ասենք ինչ են Քրիստոսին խաչել սպանել խաչելիության ձևով Ինչու չպաշտպանվեց ուզում ես ասես որովհետև իր դեմ սովորական մարդիկ չեն հասկացա նրանք ուրիշ ձև ուրիշ կա սովորական ես նկատում եմ սովորական մարդիկ չեն կարող քեզ վնաս տալ ուզենալի չեն ինչ որ մի բան իրենց ալքենում են մոտենում իսկ իր դեմ ուրիշ բարձր կարող ուրիշ ոնց որ այլ զենքով ասեք այլ զենքով էր այդ ինքը գործում դրա համար դա չեղավ էլ թե իսկ եթե սովորական մարդկանց մասին է դա ինքը խոցելությունը դուրս է ինքը շատ բանակ է դե այստեղ հիմնական նաև ուսմունքը այդ սիրո մասին է ուսմունքը որ մենք Աստված ենք ասում ենք դրա մասին շատ զրուցել ենք նաև որ դա հասկանում ենք սերն է որ համատեզերական սիրոն է հասնում որ իր մարմինը խոսքը միտքը հոգին սիրո ոչ թե լսված են դնում այլ սիրո ակունք են դառնում ինքը ինչ անում է դա սեր է իրականացնում ինչ ինքը ֆիզիկական ցանկացած գործողություններ Քրիստոսը ֆիզիկապես ինքը փայտագործ է եղել եւ կավագործ է եղել մարդիկ մտածում են ինչ-որ օդից է փող հաց կերել եւ բան մենակ մարդիկ են հաստվել ոչ մարդիկ այդքան հաց չեն տվել ինքն էր ավելի շատ հաց բաժանում ինքը լավ շատ լավ վարպետ կավագործ է եղել եւ փայտագործ ու նույնիսկ հիմա այդ գնոստիկները ասում են որ կան կավի կճուճներ որտեղ Քրիստոսի պատրաստածն են ու իրանք նույնիսկ գնոստիկները ոնց որ դեկնել են այդ կճուճները եւ հասկանում են որ դրանով ջուր խմի շատ առողջարել ապակինում բանանի որտեղ ինքը ինչ արել է
դա արդեն անսահման սիրո գործիք արել, այդ կճուճն էլ արդեն սիրո ոնց որ արդյունք է, ոնց որ Պիգմալիոնը մեծ սիրո արդյունքով իր կերպարն է ստեղծել։ Ոստեղ Քրիստոսն էլ ինչ անում էր, քանի որ ինքը այդ աստվածային էակ էր, արդեն որ աստվածացում ասինքն ինքը աստվածացում չի նշանակում ֆիզիկական գործողություն չի անելու, ի բոլոր գործողությունները անսահման սիրով էր լցված։ Դրա համար ինչին կպնում էր, ինչ արարում էր, ինքը սիրով էր լցում։ Իրանք փայտի իր գործունեությունները բան չի մնացել, հեսա արվել կամ ոչնչացել է ժամանակից, բայց կավի մի քանի բան պահպանված կա։ Դրա համար այդ դրանով որ խմում է, մտի ամահացան, բայց դա այդ չաշը գրալիգավաթը չի էլի, հասկացա, դա արյուն էր։ Գրալիգավաթը դա էդի մեր այս գանգի մասին է, որտեղ այս մենք խոսացինք գեղձերի մասին, որտեղ գեղձերը արտադրանք են ուժեղ տալիս, որտեղ ամբրոզիա է լցվում անմահության հեղուկ, որը մարդը անմահության է հասնում, որ խմում անմահության է հասնում, էդի այդ գանգի մասին է ավելի շատ գնում, քան ամեն մակի էլի գանգի, որ իր մեջ այդ աստվածայինը զարթնում է։ Դրա համար արևելքում շատ սրբեր եւ էակներ ճգնավորներ օգտագործում են իրանց ամանը գանգեր, իրանք բաժակ աման չունեն, իրանք գանգով են ուտում, այդ սիմվոլ էս գավաթի մասին գրալի գավաթի մասին էլի նաև գնոստիկների մոտ կա, որ Քրիստոսը երկու կերպարների միացությունն է, ու ասում եմ, որ մինչև Հիսուսն էր էդի աշակերտը որ կա, հետո երբ որ ինքը գնում է Շամբալա սովորում եւ գալիս է ճանապարհին, որ պիտի վերադառնա Պաղեստին, ինքը ծանր հիվանդանում է, որ հիվանդանում է, ինքը տենց տեսնում է, որ արդեն մահանում է։ Ու կարա տենց լինի ծանր մարմինը տկար է, ու ինքը սկսում է կանչել իր ուսուցչին, այդ որ ասեցի Ռասուլի բեմագին, որը արդեն մարմինը թողել էր այդ իր ուսուցիչը։ Ու տեղ ուսուցչի հոգին գալիս է մտնում է այդ Հիսուսի մարմինի մեջ, իսկ Հիսուսը դեռ գնում է իհարկե, բայց տեղ կանչում է ինքը Հիսուս էլ, որ առաքելություն իրականացնի։ Դրա համար այդ կոչվում է ոչ թե Քրիստոս միայն այդ կերպարել Հիսուս Քրիստոս, որտեղ մարմին խոսք միտքը Հիսուսինն է, այսինքն ինքը Հիսուսի ձայնով է խոսացել, Հիսուսի բառերն ճանչունն ձայնն ունի, մարմինը Հիսուսին է եւ մտքերն են Հիսուսին է, ուղղակի գաղափարները հոգին է, արդեն ուրիշ, իսկ այդ Քրիստոսը, որ ուսուցիչ մտնում, ինքը շատ հզոր է եկել, դե պայծառացած է եկել, ինքը միանգամից ապակինվել է այդ հզոր էներգիա ինքը ունեցել, միանգամից մարմինը ապակինվել է ու վերականգնվել է, դրա համար կարացել է գնալ իր առաքելությունը, բայց ինքը արդեն այն հին անձը չի եղել, դրա համար հին անձի մարմին խոսք միտքն է օգտագործել, հոգին եղել, նո այդ գնոստիկները տենց են մոտենում, ռերիխներն էլ այդ բան ունեն, թեոսոֆներն են այդ վարկածը ներառում, որ դա տենց է եղել։ Շատ նաև հետո գալիս իր առաքելությունն անում, դե վերջում բոլորը որ կա, բոլոր վարկածները, որ ինքը վերջում տրանսֆորմացվում է, համբարձվում է, լույս է դառնում, բոլոր վարկածներում այդ կա, թե գնոստիկների, թե ռերիխների, թե թեոսոֆների, թե ակաշայից ստացած ինֆորմացիաները, բոլորի վարկածը այդ կա, որ ինքը համբարձում է, այսինքն դրա մասին էլ այն չի, որ ինչ-որ մի տեղ վարկած կա, որ չկա։ Իհարկե ինչ-որ տեղ վարկած կա, որ մի հատ ակաշիստ ասում է, որ իհարկե Քրիստոսը համբարձվում է, բայց ոնց որ Հիսուսի մարմինը էլի վերեկենդանում է, գնում ապրում է, ու այդ ինչ-որ վարկած է, տենց ինչ-որ ակաշայից ստացած, որտեղ կարան տարբեր ոնց որ ասած տարածության մեջ տարբեր տարածություններ ունեն, տարբեր կյանքեր ունեն։ Հասկանանք, որ հիմա այս տարածության մենք մենք այս կյանքն ենք վարում, կարող ուրիշ տարածության մեջ մի քիչ ուրիշ կյանք ենք վարում, որը կարող է հակասել։ Դա որ ելքին ես միացել էլի։ Հա, որ ելքին ես կարող է ինքը միացել այդ ելքին, այդ երկնա կարդում։
ուղղակի Քրիստոսի կերպարը այն նրա համար է, որ մարդկությանը ինքը ուղղություն է ցույց որ մարդը կարա աստվածանա իր փորձով ինքը ոնց որ շատ մասսաներին է ցույց, քանի որ այդ դպրոցներ, գնոստիկ կամ արևելյան դպրոցներ իրանք շատ փակ դպրոցներ են, մասսաների համար չեն։ Իսկ Քրիստոսը ցույց տվել որ մասսաների համար որ բոլորը կարան հանեն, ու տենց տարածվեց նաև իր ուսմունքը։ Հիմնական իր գաղափարները իհարկե ինքը տվել է համբարձվելուց հետո եկել աշակերտները վերափոխվել են, մինչև այդքան հավատը շատ թույլ էր իրանց հավատի ընկալումը շատ թույլ էր դրա համար դժգոհ էր աշակերտների ասում էր չեք հասկանում դրա համար առակների լեզվով եմ խոսում դες այդ որտեղ իրանք հավատ չունի հետո են իրանք վերափոխվել հավատը նույնիսկ համբարձվելուց հետո եկա որ գիտենք չէ աշակերտներից մեկը կա որ sense հավատ չուներ ասում պետք է չձերտամ վերքը չտեսնեմ չեմ հավատա թորգոմներ եթե չեմ սխալվում մինչև այդ ձեռքը չի տալիս տեսնում վերքը չի ինքը հավատում հիմա դեռ երկու րոպե ունենք եկ ամփոփենք եթե կիսատ մնաց հետո կշարունակենք եթե հրաժամը սպառվում է ինչ ենք ամփոփում կամ ինչ մնաց ասելու կարևոր Դու կարևոր տեղը այնն է որ մենք այդ կերպարը ցույց է տվել որ մենք Նաև գնոստիկների ամենակարևոր կերպարը որ Քրիստոսը մեր սրտում ապրում այդ աստվածային սկզբունքը որ մենք սեր ենք ասում որ ասում է առանց ինձ ճանապարհ չկա այդ առանց սիրո ճանապարհ չկա դրա մասին է եւ հիմնական մոտեցումն այն է որ մենք երբ որ աստվածացրել ենք բացարձակի սկզբանը իրանք մենք հասկանում ենք որ իրան անհասանելի է սովորական մարդու համար բայց երբ որ հասկանանք որ ինքը սովորական մարդ է իրոք եղել ու հետո աստվածացած ինքը բոլորն էլ կարան մարդ հնելով այդ հոգևոր ճանապարհը անցնելով աստվածանան այսինքն աստվածային իրանց իսկական առաքելությունը իրականացնեն այսինքն մարդը դառավ ինքը ցույց տվեց որ մարդը ճանապարհը դեպի աստվածացումն է ու աստված կարա դառնա այսինքն դա հասանելի է եւ բոլորին հասանելի ինչին առաջ այդ աստվածների հետ շփվում որտեղ մարդիկ աստվածանում էին կարող էին հավասարի հետ շփվել աստվածների հետ նու այդ տենց էլ կար որ Քրիստոսն էլ նաև եկավ դա ցուցադրեց ու ցույց տվեց նաև գնոստիկների մեջ այնա որ իր այդ սխրանքի հիման վրա երկրի աուրան փոխվել է երկրի ճակատագիրը փոխվել է եւ ինքն է վերցել շատ բաների պատասխանատվությունը երկրի վրա այսինքն մեղքեր վերցել ոչ է խաչել լինելով իր համբարձվելով նաև այնա որ Քրիստոսը միշտ ծնվում է ու միշտ կարա ձեզ հանդիպած մարդը Քրիստոսը լինի դրա համար վերաբերվեք ցանկացածում հանդիպում եք նենց ոնց որ Քրիստոսին կհանդիպեք նույն ես քրիստոնյաների համար եմ ասում էլի որ ձեր աչքերը կարան խափեն ձեզ ձայնը կարա խափի ձեր եղած գաղափարդոգմաները խափեն դրա համար այն վերաբերմունքը որ կարակ ոնց որ ասում ես սիրիր դիմացինի ոնց որ Աստծուն կսիրես այտենց ոնց որ քեզ կսիրես այտենց որ իրոք կարող դիմացինը Քրիստոսն է մենք ոնց ենք դա անցալում ու բացահայտում դրա համար այդ սերը պետք է ցուցաբերենք հենց դիմացինին որտեղ հասկանալով հենց ինքն է Քրիստոսը դու խոսքի մեջ ասեցի Աստծո հետ խոսալու համար դու պիտի որոշակի բաղարդակի հասած ես դու կարող ես դեմ խոսել ես այդ թաքնագիտական գրականությունից մի դրվագ վերցրել եմ եւ իմ մեգիրա թաքնագիտական վիպակի մեջ կա խոսում են իրար հետ այդ վեպի երկու հերոսներ այս հայերի ծանր վիճակն է գիրքը 2007-ին է լույս տեսել եւ ասենք մեկը տեսնում է հայերի դժվար վիճակը մոտարապես էլի սկարքեր ասում միթե իրենք ելք չունեն եւ այն մյուսը իմաստուն էր ծերունի ասում է ինչպես կարող է դիեզերքի կառավարողը այդ նույն դիեզերքի միանկյունում խնդիր լինի որ լուծում չունեն ինքը ունի բարձրապես ասում է իրեն հարցնել կասի այն մեկը ասում է բայց հնարավոր է դες դեմ կնաս Աստծո հետ խոսաս այդ դիեզերք կար ասում այո թե դու դեմք ունես դեմ կար ասինքն դեմք ունենալ նշանակում է դու հասնես դրան եւ այնտեղ ասում է այդ արդեն ես եմ ավելացրել որ հայերի մեջ կան 9 կրող անհատներ դրանք կարող են գնալ խոսել դիեզերքի կառավարողների հետ եթե ես վերջի ասացի հետ կապված ասելիք ունես ասա եւ եզրափակենք հաղորդումը եթե չէ փակենք այդ
Ուրեմն այս հետաքրքիր զրույցը ունեցանք Տրդատ Դոնեկյանի հետ, փիլիսոփա խորագետ, թաքնագետ, ուսուցիչ։ Մինչ նոր հանդիպում եթերում։